Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանը քայլ առ քայլ փորձում է ազատվել ռուսական քաղաքական, տնտեսական եւ գաղափարական կախվածությունից։ Սա բարդ, երբեմն ցավոտ, բայց անխուսափելի գործընթաց է։ Սակայն որքան Հայաստանը մոտենում է ինքնիշխանության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրական հնարավորությանը, այդքան ուժեղանում է ներքին դիմադրությունը, որը գալիս է ռուսական ազդեցության մտածողությունից։ Այսօր ակնհայտ է, որ ռուսական ազդեցության թուլացման հետ մեկտեղ իջնում է տեղական վասալների, այսինքն հին համակարգին նվիրված գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների եւ քարոզիչների մակարդակը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ ապրել են Մոսկվայի հրահանգներով, կորցնում են իրենց կողմնորոշման կետերը։ Արդյունքում հասարակական դիսկուրսը լցվում է ոչ թե հիմնավորված վերլուծություններով, այլ հուզական մեղադրանքներով, մանիպուլյացիաներով եւ պատմական նոստալգիայով։ Փաստացի, երբ Հայաստանը փորձում է իր սեփական շահերն առաջ տանել առանց, այսպես ասած, ավակ եղբոր հսկողության, այնքան բացահայտ է դառնում, թե որքան խորն է կախվածությունը ոչ միայն քաղաքական, այլև մտավոր մակարդակում։ Ռուսական մտածողությունը տարիներ շարունակ ձևավորել էր մի մտածողություն, որտեղ ինքնուրույնությունը համարվում էր անհնազանդություն, իսկ անկախությունը վտանգ։ Այժմ, երբ այդ կապերը աստիճանաբար խզվում են, շատերը կանգնել են հոգեբանական եւ գաղափարական դատարկության առաջ։ Եվ հենց այդ վակուումում է, որ իջնում է մտքի որակը։ Երբ նախկին կախվածությունը չի կարողանում վերափոխվել ազատ մտածողության, այն վերածվում է աղմկոտ անզորության։ Սակայն սա նաև առողջացման փուլ է։ Յուրաքանչյուր հասարակություն, որն անցնում է դարավոր կախվածություններից ազատման ճանապարհով, անցնում է նման ցնցումների միջով։ Հայաստանն այսօր գտնվում է հենց այդ շրջափուլում։ Եվ որքան արագ կբարձրանա հասարակական գիտակցության մակարդակը, այնքան շուտ կծածկվի այն դատարկությունը, որը թողել է անցյալի վասալական մտածողությունը։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։